լավագույն եւ հարազատ ցայնը։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրները վագընտիրներ, վանացայնի եթերով եւ թիմադրի էջով ձեզ եք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ժողովրդային հանդիսությամբ այսօր կնշվի Արցախյան շարժումին 38 ամյակը։ Իսկ գարժե նշել շարժումը, որուն նվաճումները չկան այսօր։ Արցախը չկա այլևս։ Արցախը բռնակրաված է։ Հայությունը դեղահան դարձած է։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքուի փանդերուն մեջն է։ Իսկ մշակութային տարավոր ժառանգությունը ամենօրյա բնաճնչման ենթակա է։ Հետևաբար ինչու այս նշումը։ Ինչու այսօրվան հանդիսությունը։ Նշել Արցախյան շարժումին դարետարցը կնշանակե նախ արժևորել շարժումին ավելի քան 35 տարվան ձեռքբերումները, ապա հաստատել, որ շարժումը գանք արած չէ։ Շարժումին ոգին մերած չէ։ Շարժումը գա կմնա այնքան ադեն, որ Արցախով դակնաբող մեկ հատիկ կա այս աշխարհին վրա։ Նշել Արցախյան շարժումին դարետարցը կնշանակե բոլորին հստակ դարձնել, որ վտանգավորը հայրենիք, պետականություն եւ անկախություն գործընծնելը չէ, որքան այդ բոլորին վերադիրանալու գիտակցությունը եւ վճռականությունը գործընծնելն է։ Արցախը եղավ ու կմնա հայության միասնականության խորհրդանիշը, ազգային մեր արժանապատվության մարմնացումը։ Արցախի ազատագրման, անկախացման եւ պաշտպանության համար հայությունը վճարեց շատ սուղքին։ Հազարավորներ իրենց կյանքը զոհաբերեցին։ Բյուրավորներ իրենց առողջությունն ու բարեկեցությունը նվիրաբերեցին Արցախի իր սեփական ժողովրդին վերադարձնելու համար։ Արցախի հանրապետությունը քար առ քար գերդվեցավ համահայկական չանքերով Արցախ-Հայաստան սպյուրք երամիասնությամբ եւ Արցախի հերոս ժողովրդին անգոդրում կամքով։ Արցախի գայձը վարեց հայության նոր ժամանակներով ազատության փոցը։ 70 տարվան քաղաքապարական այլասերում է յետք շնորհիվ Արցախի մեր ժողովուրդը ավելի հայացավ, ավելի բանջադեր ու մարդունակ դարձավ։ Արցախի երկաթե շերեփով հայությունը իր արժանի դեղը գրավեց ժամանակակից ազգերու ընտանիքին մեջ։ Մորնալ այս բոլորը, հրաժարիլ այս բոլորեն կնշանակե թիմել հավաքական անձնասպանության։ Անդեսել այս բոլորը կնշանակե թավաջանել Արցախի համար զոհված նահատակներու գդագին։ Մորնալ, որ մենք կոչված ենք մեր կյանքով բահելու այն, ինչ որ մեր նահատակները իրենց մահվամբ ու արյամբ պահեցին։ Հետևաբար նշել Արցախյան շարժումին դարետարցը կնշանակե շարունակել Արցախի վերադիրացման եւ մեր ժողովրդի բռնապարված իրավունքներու վերականգնման համար պայքարը։ Նշել Արցախյան շարժումին դարետարցը կնշանակե մեր միտքն ու չանքը, մեր ուժն ու կորձը իսպաս տնել Արցախի թադին հետաբնդման, Բաքուի մեր ռազմակերիներու ազատագրման, Արցախի ժողովրդի ազգային ինքնորոշման ձեռքբերման եւ դունտարցի արդար իրավունքին ապահովման համար։ Նշել Արցախյան շարժումին դարետարցը կնշանակե մանավանդ պայքարը շարունակել մեր կյանքի բոլոր մարզերեն ներս։ Քաղաքականեն դիվանագիտական, գրթականեն մշակութային, տնտեսականեն քարոզչական, դեղեկատվական թե այլ։ Չկա այլ ելք, բացի հարադև ու աննահանջ պայքարը, մինչև Արցախի վերադիրացում եւ բնակիչներու դունտարց, ազատ ու գերիշխան պետության մը հովանեին դակ։ Նշել Արցախյան շարժումին 38 ամյակը վերջապես կնշանակե գրկնել ու հիշել, թե պատմական փորձառությամբ հայության գորուստները երբեք վերջնական չեն եղած ու չեն կրնարըլալ։ Յուրաքանչյուր գորուստ գծարայ է նոր պայքարի ձեռնարկման, հանուն հայրենիքի եւ հանուն գերիշխանության։ Հանուն ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի, որուն առաջին հանգրվանը նշեց փետրվար 1988-ը հայ ժողովրդի արտի պատմության ամենեն բանձալի թվականը։
Բաքուի մեջ փանդարգված Արցախի նախկին վարչապետ Ռուբեն Վարդանյան, որ 20 տարվան ազատազրկման դատավարտվեցավ, որոշած է դատավճիրին դեմ չփողոքել։ Վարդանյանի ընտանիքը հրաբարագեց հետևյալ հայտարարությունը. Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված դատավճիրեն յետք դեղեկացանք հետագա իրավական գործողություններու մասին անոր դիրքորոշումը։ Ռուբենը որոշեց դատավճիրին դեմ չփողոքել։ Այս որոշումը չի նշանակեր համաձայնություն դատավճիրին եւ չի նշանակեր հրաժարիլ պաշտպանութենեն։ Աբակիդակ ցապարգը հրաժարի որոշումը օրինականացնելու գործընթացեն, որ սկիզբեն կապ չուներ արտարադատության հետ։ Գադարված է ոչ թե դատականություն էր, այլ պեմատրություն։ Նիստերը դեղի ունեցան տրնպակ դիտորդներուն արդոնված չեր ներկա գտնվել, միջնորդներն ալ անդեսված էին։ Դատավճիրին ամբողջական բնակիրը դատարանի տալիջին մեջ չհրաբարակվեցավ։ Այս հայտարարության հրաբարակման ընթացքին ընտանիքին դրամատրված չէ դատավճիրի պաշտոնական գրավոր հոդվածը, բաճաճ տարկմանությամբ, ինչ որ ընթացագարկային խախտում մնե եւ արդոնություն չի դար նույնիսկ պաշտոնական առումով հասկանալ 20 տարվան բանդարգության հիմերը։ Բողոքելը իմաստ ունի միայն հոն, ուր գոյություն ունի առաջին ադյանի դատարանին սխալները ուղղելու առիթ։ Սակայն երբ խախտումները ունին համագարկային բնույթ եւ առնչված են արտարադատության հիմնական սկզբունքներուն, բողոքելը կվերածվի աբորինի հետապնդումը օրինականացնող գործիքի։ Այս պայմաններուն մեջ վերատաս ադյանին թիմելը կնշանակե ճանչնալ դատական գործընթացին իրավական հիմերը, թեկուզ նվազագույն պահանջներուն համապատասխանությունը, ինչ որ բնավ այդպես չէ։ Ռուբենը գիտակ ցապարգը հրաժարի դատական գործընթացի նմանագումին մասնակցելու։ Անչին չի ճանչնար դատավճիրը իբրև արտարադատության որոշում եւ զայն կնկատե քաղաքական շարժարիներով եւ անօրինական հետապնդումի մաս, որ ոչինչ է կան արտարադատության մերժում։ Բողոքելեն հրաժարիլը ոչ թե բայկարի ավարդ է, այլ զավեշտին մասնակցութենեն հրաժարիլ։ Մենք կշարունակենք բայկարող արտարության համար միջազգային իրավական գործիքագազմերու եւ միջազգային այլ ադյաններու միջոցով։ Անգարելի է պաշտպանել սեփական իրավունքները համագարկի մեջ, որ սկիզբեն կմերժե արտար դատականության իրավունքը, նշած է Վարդանյանի ընտանիքին հրաբարակած հայտարարությունը։ Արցախի մշակութային ժառանգության պաշտպան ազգային պատմամշակութային հանրային գազագերբության փոխնախագահ Հովիկ Ավանեսով գրած է, որ 4 փետրվար 2026-ին Աբու Դաբի քաղաքին մեջ դեղի ունեցավ իրադարձությունը, որ բարոյակաղակական հարցադրումներու լուրջ պատճառ կհանդիսանա։ Ան նկատի ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Արաբական Միացյալ Էմիրություններու Զայեդ մարդկային եղբայրության 2026-ի մրցանակին արժանանալը, Բաքուի բռնապետական վարչագարկի եւ Հայաստանի միջև հաստատված խաղաղության համար։ Ավանեսով հայտնեց, որ հագարակ այս բոլորին Արցախի մեջ մշակութային ժառանգության ոչնչացումը կշարունակվի։ Մրցանակապաշխությունը, որ ներկայացվեցավ իբրև հաշտեցումի եւ փոխ ըմբռնումի խորհրդանիշ, իսկականին մեջ լուրջ հագասություն կհարաճացնե ներկա իրողություններուն հետ։ Երբ Արցախի մեջ կշարունակվին հայկական մշակութային եւ հիշողության վայրերու համագարկված ոչնչացումի եւ ձևափոխումի գործընթացները, խաղաղության անվան դակ նման բարգեւադրումը ոչ թե կնպաստե հաշտեցումի, այլ կստեղծե անբաժելիության մթնոլորտ։ Ժամանակավորապես բռնակրավյալ նման տարածքներու մեջ քաղաքակրթական ժառանգության հանդեպ կատարվող քաղաքականությունը արդեն շատոնց դուրս եկած է առանցին դեպքերու շրջանագեն եւ ստացած է համագարկային բնույթ։ Խոսքը ոչ միայն պատմական եկեղեցիներու, բանկերու, խաչքարերու, ամբողջական բնակավայրերու եւ հուշարձաններու ձևափոխումի կամ վերացումի մասին է, այլ հավաքական հիշողության խորհրդանիշ հանդիսացող վայրերու եւ համամարտկային նշանակության արժեքներու նպատակային ոչնչացումին։ 4 փետրվարին յետք արձանագրվեցան մշակութային ժառանգության համագարկված վնասներու եւ ոչնչացումի նոր դեպքեր։ Մասնավորապես Արցախի Մարդունի քաղաքին մեջ գտնվող հուշահամալիրը նվիրված համաշխարհային երկրորդ պատերազմի եւ Արցախյան պատերազմի նահատակներու հիշադակին։ Վերջերս ազերբայջանական ընկերային ցանցերուն մեջ դարազված է դեսանյութը, որ նկարահանված է Արցախի Ասկերանի շրջանի Խնաբադ գյուղին մեջ։ Դեսանյութին մեջ հստակ է, որ ավերված է Արցախյան պատերազմի նահատակներուն գերեզմանադունը։ Գերեզմանադան ավերումը բարձրապես վանդալության արարք չէ։
Այն ուղղված է հիշողության ճնշումի, նահատակներու հիշադակի արժեզրկումի եւ համայնքի պատմական ներկայության վերացման դեմ։ Նման գործողություններով կդրսևորվի մշակութային ցեղասպանության քաղաքականություն նպատակ ունենալով վերացեվագերբել դարածքային ինքնությունը եւ խզել զայն պատմական իր արմատներեն։ Խաղաղության մրցանակին շնորհումը ոչ միայն քաղաքականապես վիճահարույց է, այլև բարոյաբես խնդրահարույց։ Երբ միջազգային հարթակներու մեջ կբարգեւադրեն ղեկավարներ, որոնց ղեկավարության պայմաններուն մեջ կշարունակվին մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունները, կստեղծվի վտանգավոր նախընթաց։ Այդ կրնա ընկալվել իբրև միջազգային լուր համացանություն շարունակելու մշակութային եւ հիշողության վայրերու համագարկված վերացումը։ Եթե խաղաղությունը կենթադրե ոչ միայն գրագի թատրեցում, այլև մարդու իրավունքներու, պատմական արդարության եւ մշակութային ժառանգության պաշտպանության ապահովում, ապա Արցախի այսօրվան իրավիճակը այդ չափանիշներուն չի համապատասխաներ։ Խաղաղությունը չի կրնար գերդվել ավերված գերեզմանատուներու, բղձված սրբավայրերու եւ չնչվող հիշողության վրա։ Ուստի անհրաժեշտ են ոչ թե ձևական բարգեւադրումներ, այլ միջազգային անկախ հսկողություն, իրավական քննադատական եւ պատասխանատվության կորձիկագազմերու գիրարգում գանխելու համար մշակութային ցեղասպանության շարունակական խորացումը դարաձաշրջանին մեջ։ Գրած է Ավանեսով։ Բաքուի մեջ լրագրողներու հետ զրույցի ընթացքին Թուրքիո ազգային ժողովի Մեջլիսի արտաքին հարաբերություններու հանձնաժողովի նախագահ Ֆուադ Օկտայ հայտնեց, որ Թուրքիա-Հայաստան հարաբերություններու ղեկավարումը ուղղակի կապ ունի Ադրբեջան-Հայաստան հարաբերություններու ղեկավարման հետ։ Ադրբեջանական APA լրատվին համաձայն Օկտայ ասավ, որ այս գործընթացները կկատարվին զուգահեռաբար։ Մենք հույս ունենք, որ այս բոլորը շատ արագ կզարգանան եւ դարաշրջանի օրագարկը այլևս կորոշվի ոչ թե հագամարտություններով, այլ խաղաղությամբ, բարօրությամբ եւ զարգացումով։ Այսուհետև մենք ավելի շատ կգետրոնանանք աբակային վրա, հայտնեց Օկտայ, ըստ որուն Ղազախստանի եւ Ռուսիո միջոցով ներածվող ծորենի փոխադրությունը, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններու ծիրին մեջ արևդրական գաբերու մեկնարկը գարդահայտ է ադրբեջանական կողմին ինքնավստահությունը։ Օկտայ նշեց, որ Ադրբեջան սկսած է փուլ առ փուլ իրականացնել համացանությունը, նույնիսկ նախքան խաղաղության պայմանագիրը պաշտոնապես ստորագրելը եւ անոր իրավական բարդաթիր ուժ ստանալը։ Ասիկա շատ կարևոր ցուցանիշ է եւ գվագայ է Ադրբեջանի ինքնավստահության մասին, հայտնեց Օկտայ։ Տերադի բարմանույներ մեծահարուստներու սերային շահագործումի արարգաթարցնող եւ մանկաբղձության մեղադրանքով դատաբարդված ամերիկացի հրյա գործարար Ջեֆրի Էփստինի մասին փաստաթուղթերը բրբդած է Ամերիկայի հայտարարի հանձնախումբը եւ բացահայտած է Գաբեր Էփստինի եւ pedagogan 3 պաշտոնատարներու միջև, որոնց հասարակ հայտարարներն մեկը նաեւ հայոց ցեղասպանության ուրացումն է։ Հայտարարը, որ արդեն իսկ արշավի մնախացերնած է Թուրքիո մոտ Միացյալ Նահանգներու տեսփան Թոմ Բարակի պաշտոնազրկումը բանջելով գնշե թե Բարակ Կուրանա հայոց ցեղասպանությունը, իսկ անոր անունը առնվազն 540 անգամ նշված է Էփստինի փաստաթուղթերուն մեջ։ Բարակ այդ փաստաթուղթերուն մեջ նույնիսկ օրինագելի դիբար որակած է Էփստինը։ Անոր գողքին գա Թուրքիո արտաքին գործոս նախկին նախարար Ահմեդ Դավութօղլուի անունը։ Արտարև փաստաթուղթերուն մեջ կնշվի թե անմիջապես ինչպես Էփստինը եւ անոր լայն շրջանակը շահագործած է հայոց ցեղասպանությունը ուրանալու արշավին, հայոց ցեղասպանության 100-ամյակին սեմին։ Էփստինի փաստաթուղթերուն մեջ իր դեղ ունի նաեւ վերջերս իր հագահայ բնդումներուն համար խստորեն քննադատված Մեհմեդ Օզուր Էփստինը, որ հրավիրած է ներկա ըլլալու սիրո օրվան Վալենտայնի արիթով իր գազմագերբած հավաքույտներն մեկուն։ Անևս հայոց ցեղասպանությունը ուրացողներն մեկն է։ Հարկելի ունգընտիրները վագընտիրներ վանացայնի եթերով վեպտիմադրի էչով թեզեդենք ներգայացնելու հայկական աշխարի այսօրվան լուրերը։ Թեզեդեն ցայնը աղորդավար Նատալին և ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։